Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին Ղասիմզադեին, ով մեղադրվում է դավաճանության և Ադրբեջանի սահմանադրական կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների համար։ Ըստ քրեական գործի նյութերի Ղասիմզադեն իբրև թե Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու պետական անվտանգությանը վնասող տեղեկատվություն։ Սոցիալական ցանցերում հակապետական կոչ էր տեղադրել և ազգամիջյան վեճ էր հրահրել։ Իր հետ սոցցանցերի միջոցով կապ հաստատածներին Շուշիից և այլ շրջաններից լուսանկարներ է փոխանցել։ Տնտեսվարողները կրկին բողոքում են կառավարության դիմաց, հանդիպում են պահանջում վարչապետի հետ։ Օրեր առաջ էին գործադիրի շենքի առջև 2350 ստորագրությունով դիմում էին ներկայացրել կառավարությանը։ Բողոքում են ընդդեմ հարկային փոփոխությունների, ըստ որոնց 5%-ի փոխարեն առևտրի սուբյեկտների համար հարկն այս տարվանից 10% է սահմանվել։ ՓՄՁ-ների ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահն էլ ընդգծեց, որ ապրիլի 30-ին ազգային ժողովում լինելու է իրենց ներկայացրած հանրագրի քննարկումը։ Քաղաքացիներն ի վերջո եկան եզրահանգման, որ հարցի լուծման համար պետք է հանրային ճնշում լինի։ Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.1%-ով այս տարվա առաջին եռամսյակում 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 10.5%-ով, շինարարության ծավալը 13.6%-ով, ծառայությունների ծավալը 11.5%-ով, առևտրի շրջանառությունը 6%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը 3.8%-ով, սպառողական գների ինդեքսը 2.5%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2.1%-ով։ Էապես նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 54.2%-ով, արտահանումը նվազել է 61.8%-ով, ներմուծումը 47.9%-ով, նվազել է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը 18.5%-ով։ Խստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս մսեղիքի իրացման խախտումների համար։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն 2025 թվականի ապրիլի 27-ից վարչական պատասխանատվություն կսահմանվի այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված հատվածներում չեն ապահովի կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքի առանձնացված սպառողական դարակաշարով տեղադրումը։ Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ նշումը ընթերնելի և տեսանելի վայրում փակցնելը։ 2025 թվականի մայիսի 27-ից էլ ըստ ՍԱՏՄ-ի վարչական պատասխանատվություն կսահմանվի այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք սպառողին տեսանելի վայրում չեն ապահովի մսամթերքի սպանդանոցային ծագումը հաստատող կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերի առկայությունը։ Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ։ Պեկից տեղեկացնում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք գործող Հայաստանի քաղաքացու Կամազ Մակնիշի բեռնատար մեքենան են ենթարկել զննության։ Արդյունքում տրանսպորտային միջոցի բեռնախցիկի կողային և դիմային պատերին հատուկ հարմարեցված թաքստոցներից մեքենայում առկա բեռի տակ հայտնաբերվել է մաքսային հսկողության թաքնված 7300 տուփ տարբեր տեսակի ծխախոտներ։ Անօրինական ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, հայտնաբերված ծխախոտներն առգրավվել են։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։